Նինոց Մինդայի շրջանի Օրոջալար գյուղն է։ Այն փրված է Թափարվան գետակի ափերին։ Առաջին հայացքից ավանդական թվացող գյուղում է ծնվել այսօրվա մեր տեսաֆիլմի հերոսը՝ Քաջավան Հանեսյանը, ով այսօր դարձավ 80 տարեկան։ Ծնվել եմ 1946 թվականի մարտի 4-ին Գուլդենեցագանի ընտանիքում։ Մայրս եւ հայրս աշխատում էին գյուղատնտեսության մեջ։ Միաժամանակ հայրս աշխատել է բրիգադավար, հետո տեղափոխվեց աշխատում էր խանութում, իսկ մայրս տնտեսուհի էր։ Ես փոքրուց սիրել էի մանկավարժությունը։ 7-ամյա դպրոց ավարտելուց հետո ընդունվեցի Ախալխալակի գյուղատնտեսական տեխնիկումը։ 64 թվականին ավարտելուց հետո դպրոցում նոր էր բացվել արհեստանոցի հաստիկ։ Դպրոցի տնօրենը, այն ժամանակ դիրեկտոր էին ասում, Մարգարյանը ինձ ընդունեց որպես արհեստանոցի վարիչ եւ աշխատանքի ուսուցման դասադուլ։ Ու սիրելով մանկավարժությունը ես շարունակեցի, բայց միանգամից մանկավարժական ինստիտուտ չընդունվեցի։ Ընդունվեցի Երևանի անասնաբուժական ինստիտուտը 65 թվականին ընդունվեցի եւ 70 թվականին ավարտեցի, իսկ որից հետո ընդունվեցի Երևանի Պետական մանկավարժական ինստիտուտի քիմիա կենսաբանության ֆակուլտետը 75 թվականին ավարտեցի, ստանալով մագիստրոսի որակավորում։ Ու դրանից հետո շարունակեցի աշխատանքը մեր դպրոցում։ Սկզբնական շրջանում դպրոցը 8-ամյա էր, մինչև 68 թվականը, որտեղ 68 թվականին դվեց առաջի շրջանավարտը, իսկ հետո դարձավ միջնակարգ դպրոց։ Մինչև հիմա էլ աշխատում եմ դպրոցում, իհարկե այդ տարիներին զբաղեցրել են նաև տարբեր հաստիկներ, ուսմասվար կազմակերպիչի, ուսմասվարի, հետո տնօրենի, փոխտնօրենի պաշտոն, իսկ հիմա աշխատում եմ մեր դպրոցում որպես քիմիա կենսաբանության դասադուլ։ Տնից դեպի դպրոց տանող ճանապարհը նրա ամենօրյա ուղեկիցն է եղել երիտասարդ տարիներից մինչ օրս։ Քիմիա կենսաբանություն առարկաները կյանքի անբաժան մասնիկ է։ Ընտանիք կազմելով տիկին Ռոզայի հետ ապրում է մինչ օրս խաղաղ ու երջանիկ։ Ունի 3 որդի, 4 թոռ, իսկ տիկին Ռոզան նրա կյանքի ուղեկիցն է, խորհրդականն ու ընկերը լավ ու վատ օրերի։ Ունեմ 3 երեխա, 4 թոռ, աղջիկ թոռ չունեմ, կինս կնոջս հետ համատեղ 71 թվականից մինչև հիմա միասին ենք, կինս եւս աշխատում էր դպրոցում, հետո 20 թվականին նա դպրոցից դուրս եկավ, հիմա տնային տնտեսուհի է եւ մենք սիրով համատեղ ապրել ենք մինչև հիմա միասին ենք։ Տղաներս մեկը ինձ հետ է, իսկ երկուսը բաժան են, ապրում են մեկը Նինոց Մինդային, մեկն էլ Ռուսաստանում։ Քաջավան Հանեսյանն ունի մի քանի մասնագիտություն։ Արդեն իսկ պատշաճ տարիքին նա չի դադարում կարդալ։ Համեստ, հավասարակշռված, առաքինի ու բարի, հարգելի Քաջավանին սիրում են բոլորը։ Բարոն Հանեսյանի հետ ես աշխատել եմ 1999 թվականից, նա եղել է իմ մանկավարժը, երթել է, նա այսպես որպես սպորտի մասնագետ, ասեմ ճիշտ է, ինքը քիմիայի եւ կենսաբանության մասնագետ է, սպորտի մեջ էլ միշտ էլ եղել է ակտիվ, միշտ մասնակցել է, ինչ որ խրատներ իրանից էլ ես իմացել եմ, իր խրատներն էլ օգուտ են տվել թե սպորտի, թե կյանքի բնագավառում երկար տարիներ աշխատել է, փորձառու մասնագետ է, մարդկային ամեն ինչում մի քանի տարի առաջ դպրոցի
դիրեկտոր է աշխատել եւ բոլորն էլ հարկել են եւ հարկում են իրեն որպես մարդ ազնվորություն, որպես մանկավարժ։ Նախ մանկավարժություն ներգաբել, հետո երբ ես պերպետում էի այն ժամանակ գրականությունը շատ էր, թերթեր, ամսագրեր, դարբեր տեղեկություններ ստանալով, կարդալով ես մինչև հիմա էլ սիրում եմ կարդալը, մինչև այսօրվա դրությամբ այս արդեն 62 տարի աշխատում եմ, մինչև այսօր դասերին չնայելով ես դպրոց չեմ գնում։ Այն ժամանակ ինձ հաճույք էր, հետաքրքիր էր, երբ մի նորություն, տեղեկություն էի ստանում, հաղորդում էի աշակերտներին, կարծես թե ես ուրախանում էի, ես ինչ որ մի հաճույք, ինչ որ մի բան կզգայի եւ ձգտում էր ինձ այս աշխատանքը։ 80 երկար ու ձիգ տարիներն իրար գումարվելով կարողացել են կառուցել մի ամրոց, որտեղ թագավորում է գիրն ու գրականությունը, հարգանքն ու պատիվը։